Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի մի հատ։ Ներտեղ դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Հանգստացեք մի հատ։ Լրություն հարգելի գործընկերներ, լրություն դա ալիչում։ Ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում, ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տեսբան ստեղից չենք ասում, բայց ասում են որ հայրը թուրք է, անունն են ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տեսբան չենք ասում ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքի ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու ստեղից խոսացողին չես կարա ընդհատես, տեղդ նստի, հանգիստ պարոն Եղոյան, հանգիստ, ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, պարոն Եղոյան ձեր տեղը նստեք, Գառնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից, խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բաքոյան, ձեր տեղը գրավեք խնդրեմ, շնորհակալություն, հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում ժողովուրդը ինչ է ասում,